մի զորահրամանատար հռոմեական ծառայ եմ ունենում, որ այդ ծառան փախչում է իրենից եւ իրեն հաջողում է այդ ծառային հետ բերել։ Շատ է բարկացած լինում, շատ բարկացած, որ այդքան իրեն նեղություն պատճառեց, փախավ, հետո գտավ, հետ բերեց, բայց այդ հռոմեացի զորահրամանատար շատ իմաստուն մարդ էր։ Ասում է, գիտես, հիմա չեմ դատելու քեզ։ Ասում որտեվ ես հիմա ընդունակ չեմ քեզ դատելու, որտեվ ես շատ բարկացած եմ հիմա։ Թող ցասումս կհանդարտվի, բարկությունս կիջնի, այն ժամանակ խոհեմ իմաստուն ձևով քեզ կդատեմ։ Հիմա չեմ դատի, հիմա բարկացած եմ։ Եթե մենք բարկացած ենք դատում, ուրեմն մեծ մասամբ այդ դատաստանը անարդար է, բարկության ազդեցության տակ է լինում։ Ուրեմն դատել նախ նշանակում է դատողություն անել, քննել, զննել, Սուրբ Հոգով տեսնել ամեն ինչ։ Շնորհ է դա։ Եթե դու Աստծո Սուրբ Հոգու շնորհով ես դատում, ուրեմն արդար դատաստան ես անում։ Եվ հետո ամեն մարդուն տրված չէ դա։ Բայց եթե դու քո կրքի ցանկության, քո բարկության հիման վրա ես դատում, ուրեմն իմացի, որ դա անարդար դատատան է։ Ինչպես դատեցիր, այնպես Աստծոց դատվելու ես։ Ինչ չափով չափեցիր, չափվելու է քեզ։